Նստեք երեխեք։ Երեխեք ջան, ունեմ նորություն ձեզ համար։ Մեր խմբակ բերում են նոր աշակերտ։ Նա ունի մի փոքր առանձնահատկություն, հանկարծ չլինեմ չիմանամ ինչ-որ մեկը որոշել է ծիծաղել նրա վրա։ Բամո, չի ընկեր Հովհաննիսյան, այսքան ժամանակ ում եք զեռարել։ Լսիր վրեժ, դու մտածում ես ես մոռացել եմ, որ անցած տարի են մեծ քթով գարիկը ձեր պատճառով դուրս եկավ այս դպրոցից։ Բարին էլ էդ էր, թե չէ դասանի ամբողջ օդը շնչում էր, դասի կեսի շունչներս կտրվում էր։ Իա մի հատ լվերջ։ Ընկեր Հովհաննիսյան, իսկ մեր նոր աշակերտը ինչ առանձնահատկություն ունի։ Դե Անժելա ջան, ինչպես ասեմ, նա մի փոքր որ նա շատ բարակ ձայն ունի։ Իա, նես դուք բոլորդ իդեալական եք, հիմա էլ ծիծաղում եք։ Իհարկե ոչ, ընկեր Հովհաննիսյան, մեր դասանում շատ առանձնահատուկ մարդիկ կան, օրինակ Կարենը, ականջը այնքան մեծ է, միջանցքի ձայները ստեղից լսում է, չէ Կարեն։ Հայկաս ոնց որ երկարացում ես, քեզ չափետ մեջ բայ։ Հələ երկուսով էլ վերջացրեք։ Հիմա ես գնում եմ այդ երեխային ներս հրավիրեմ, հանկարծ ինչ-որ մեկը եթե որոշել է հիմար կատակներ անի ու երեխային ձեռք անի, այսպես կբռնեմ ձեր ականջներից կտանեմ տնօրին մոտ եւ դուրս կնետեմ դպրոցից, հասկացանք իրար։ Դե նստեք, հավուր բաճաճի, ես գնացի կար։ Երեխաներ ջան, ծանոթացեք ձեր նոր դասընկերոջ Համլետի հետ։ Բարև ձեզ։ Համլետ ջան, կարող ես արդեն մոտիկանալ երթ ծանոթանալ, խնդրեմ։ Ախպերս, անունս Համլետ է։ Բարեժ ախպերս, աջելի է։ Համլետ, սիրում եմ գրքեր կարդալ։ Հայկաս, սիրում եմ գրքերի մեջի նկարներ նայել։ Համլետ, սիրում եմ TikTok-ներ նկարել։ Սոնա, չեմ սիրում TikTok-յան վիդեոներ նկարողներին։ Համլետ, սիրում եմ սուր կատակներ անել։ Անժելա, սիրում եմ տափակ կատակներ լսել։ Համլետ, հուսով եմ կընկերանանք։ Ասում եմ անունս Համլետ է։ Իսկ քո անունը ինչ է։ Ախպերս, կարող է չես ուզում ծանոթանաս։ Համլետ ջան, արդեն ծանոթացել քո դասընկերների հետ, խնդրում եմ արդեն դրսում սպասիր, ես կգամ դպրոցի հետ կծանոթացնեմ, լա։ Ես ձեզ ասեցի հիմար կատակներ չանեք, իսկ դուք արդեն սկսած հիմարություններ եք անում։ Եթե քան մտածել եք որ դուք իրան ձեռք եք առնում, այս ես ասում բռնելու ականջից դուրս նետեմ դպրոցից։ Ընկեր Հովհաննիսյան, որ ծանոթանայի հաստատ է ժամանակ կմտածել, որ ձեռք եմ առնում։ Մոռացել որ քո ձայնն իր ապարակն ավ մի շաբաթ չխոսած մի չհասկանում։ Ոնց ասեք ընկեր Հովհաննիսյան, բայց մի րոպե, որ չխոսած ոնց է